մենք ուզում ենք ողջունենք, մենք հեսա մի քիչ հետո պսակադրություն ենք անելու, մենք ինչպես եկեղեցի մասնակից կլինենք պսակադրությանը, մի նոր ընտանիքի ստեղծվելուն, մի նոր գործունեության, որ երկնքից երկրի վրա պետքա արձանագրվի, թանկագիններ, ու բոլոր բարեկամներին, հյուրերին, մեզ բոլորիս ողջունում եմ այս հրաշալի օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ ու ասում եմ բոլորիդ աչքը լույս լինի այս հրաշալի ժամանակի մեջ գալու համար։ Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք մասնակից լինենք այս զարմանալի իրարանցմանը, արարողությանը։ Գիտեք, ես ուզում եմ մի քանի բան ասեմ ընտանիքի մասին, նոր հետո մենք անցնենք պսակադրությանը։ Ուզում եմ, որ ես ու դու շատ կարևորենք ընտանիքը, որովհետև ընտանիքը ստեղծվել Աստծո կողմից ու Աստված ընտանիքի հեղինակը։ Գիտեք, երբ որ մենք հասկանանք, որ Աստված ընտանիքի հեղինակը, մենք բոլորս օրերս մի օր իրան հաշիվ ենք տալու, թե ոնց ենք վարվել այն ընտանիքի հետ, որ Աստված մեզ շնորհել է, ինչպես պարգև երկնքից։ Գիտեք, ոչ մի ընտանիք այս երկրի վրա պատահական չի առաջանում, Աստված տալիս է իր երկնային օրհնությունը, բարեհաճությունը, որ մարդիկ իրար մեջ բարիք են գտնում, որ կարողանան հետո փսակվեն, հետո կարողանան ընտանիք ստեղծեն, երկնքի արձանագրություններ ունենան երեխաների դեմքում։ Ուզում եմ մի քանի բան ասեմ Աստվածաշնչում, ինչպես Աստվածաշունչը ասում է ընտանիքի մասին։ Ինչի՞ է մեզ համար դա շատ կարևոր, թանկագիններ, որ ես ու դու այսօր մասնակցելու ենք մի նոր ընտանիքի ստեղծմանը, ու ասեմ ձեզ դա մեծագույն ուրախություն է մասնակից լինել Աստծո գործերին։ Գիտեք ինչու, որտեվ ընտանիքը դա Աստծո գործ է երկրի վրա, դա ասես երկնքի մի արձանագրություն լինի երկրի վրա, այդ թե ինչի համար այդքան սխալ բաներ արձակված են ընտանիքի դեմ, որ ընտանիքը արժեքազրկվի, բաժանվի, քանդվի, իրար չհասկանան։ Գիտեք ինչի է այդքան բաներ արձակվում, որ ընտանիքները այսօր փլուզվում են մեկը մեկի հետևից։ Ինչու՞։ Դուք պետքա ձեզ հարց տաք, ինչու են նման բաներ կատարվում։ Պատճառը գիտեք որն է, որ այս աշխարհը չի ընտանիքի հեղինակը։ Ոչ էլ մարդն է ընտանիքի հեղինակը։ Դրա համար Աստվածաշունչը ասում, ինչ որ Աստված միացնում է, թող մարդը չքանդի։ Իսկ մարդը ինչա քանդում, որտեղ սատանայից ներշնչված է, որ քանդում է։ Ընտանիքի հեղինակ Աստված է։ Իսկ նա է կառուցում, մնացած բոլորը քանդում են։ Մենք բոլոր մեր հասկացողություններով հանդերձ չենք կարող անցնենք, թե Աստված ինչի հասկանջ, գեղեցիկ արարչություն է ստեղծել երկրի վրա, որը կոչվում է ընտանիք։ Դա ամենազարմանալի բանն է։ Գիտեք, ոչ թե հասարակությունը, առաջին ընտանիքն է ստեղծվել, նոր հետո հասարակությունը։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ ոչ թե հասարակությունն է որոշում ընտանիքը ինչպիսին պետք է լինի, Աստված է որոշում, թե ընտանիքը ինչպիսին պետք է լինի։ Մենք ոչ թե եկել ենք ամեն մեկս մեր ծրագրերը իրականացնենք ընտանիք կառուցելով, ոչ, մենք եկել ենք, որ նրա նախասահմանությամբ ընտանիք կառուցենք։ Երբ որ դու քո ձևով ես ընտանիքը կառուցում, դու կարաս ամենավերջի ապստամբը դառնաս Աստծո նկատմամբ, որովհետև կա Աստվածաշնչում այդպես պատմություն։ Կայինը ընտանիք կառուցեց, բայց առանց Աստծո, քաղաք կառուցեց իր որդու անունով, մեծամեծ բաներ ստեղծեցին ու ամենաշատ չարությունը ազատագրեցին այս աշխարհի մեջ, որ ստիպված եղավ Աստված ջրեղեղով ավարտի մի ամբողջ սերունդ վերացնելով իրանց երկրի վրայից։ Ինչու՞, որտեղ մարդիկ որոշեցին իրանց ձևով կառուցեն եւ իրանք ավելի շատ փչացրեցին, ոչ թե կառուցեցին։ Սիրելիներ, ուզում եմ, որ այսօր ես ու դու հասկանանք Աստծո սիրտը այս ընտանիք հասկացողության առումով, հետո մենք անցնենք պսակադրությանը։ Ամենաառաջինը, որ ասեմ Աստվածաշնչում, մենք ինչ ենք տեսնում, որ Աստված ինքը ստեղծեց մարդուն։ Դու գիտեք պատմությունը։ Ծննդոցի հենց երկրորդ գլխում գրված է ինչպես Աստված ստեղծեց։ Մինչև երկրորդ գլուխը, առաջի գլխում նա այսպես ասում. եկեք մարդը ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ, արու եւ էգ ստեղծենք, որ նրանք իշխեն, ծովի ձկների վրա տիրեն, արարեն, աճեն, շատանան։ Դուք պատկերացեք Աստծո երազանքը ինչպիսին է ընտանիք հասկացողության հետ կապված, մեր երազանքները ինչպիսին են։ Մենք պետք է Աստծո հետ համագործակցենք։ Ու գիտեք, երբ որ Աստված առաջինը ստեղծեց Ադամին, դա նրա համար չէր, որ Ադամը պետք է հետո Եվայից ավելի կարևոր դառնար։ Դա պատասխանատվության հարց էր։ Դրա համար բոլոր փսակվողները, լավ, բոլոր մի հոգի է փսակվում այսօր, պետք է իրանց ականջին օղանեն, որ տղամարդը
ինքը կնոջից կարևոր չի, կինել տղամարդուց կարևոր չի։ Մենք պետք է հասկանանք Աստծո սրտի զգացողությունները։ Համար 1. Աստված ստեղծեց Ադամին առաջինը, որովհետև պատասխանատվության հարց կար, որ պետք է Ադամը կրեր, որ երբ որ իրան հետո ընտանիք տրվեր, նա հասկանար այդ ընտանիքի հետ ինչ պետք է անի։ Այդ թե ինչի համար առաջինը Ադամը ստեղծվեց։ Երբ որ Ադամը առաջինը ստեղծվեց, մարդ Աստված հարաբերություններ ամեն բանի մեջ, որտեղ ման էր գալի, ինքը Աստծո հետ զրույցեր անում, Աստծո հետ գործեր անում, անգամ Աստված իրան ասեց Ադամ այդ կենդաններին անունը դու տուր, անգամ անունը կենդաններին Ադամը տվեց։ Այսինքն հետաքրքիր մարդը պետքա տարածվեր, տղամարդը ինքը առաջնորդ է, պատասխանատու մարդ է, նա պետքա իշխի իրավիճակների վրա եւ ոչ թե մարդկանց վրա։ Էսի կարևոր է, որ մենք հասկանանք, տղամարդը չի իշխում մարդկանց վրա, նա իշխում է հանգամանքների վրա, իրավիճակների վրա, բայց նա պետք է առաջնորդի, երբ որ իրան ինչ-որ մի բան վստահվի։ Ու մենք տեսնում ենք, որ համար առաջին Աստված այս գեղեցկություն արեց, ստեղծելով մարդուն։ Գիտեք, մարդը մենակ էր։ Մարդ Աստված հարաբերության պատասխանատվություն ամբողջությամբ մնում է տղամարդու վրա։ Բոլոր տղամարդիկ կանչված են Աստծո ծրագրի համար, որ նրանք իրականացնեն Աստծո սրտի ցանկությունները եւ ոչ թե իրանց մարմնի ցանկությունները կամ այս աշխարհի մեկ ճակերտավոր ասած Աստծո ցանկությունները, դա սատանան է։ Մենք պետք է այս բանին ուշադրություն դարձնենք։ Երկրորդ բանը, որ մենք տեսնում ենք ինչ անում Աստված, դա նույնպես հիասքանչ է։ Գիտեք, Աստված ինքը ասեց, լավ չի մարդուն մենակ լինել։ Եկեք մի լավ օգնական ստեղծենք իրան հարմար։ Այսինքն ինչպես իրան հարմար, մարդ մարդուց։ Ոչ թե մարդ ու ոտքի տակի փալաս կամ ոտքի տակի ստրուկ։ Ասում է մարդուն հարմար մեկին ստեղծենք։ Այդ նշանակում է, որ երբ որ կնոջը ստեղծում է, նա նույնպես մարդ է ստեղծում, ոչ թե ուրիշ մեկին։ Ստրուկ չի ստեղծում։ Հպարտ մեկին չի ստեղծում, մարդը մարդուց ստեղծում։ Սա շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ այդքանով կարևոր է, որովհետև ինչպես տղամարդը մարդ է, ինչպես կինը մարդ է, երկուսն էլ մարդ են, նրանք իրար հետ մեկ ընդհանուր ամբողջականություն պետք է դառնան։ Դա գեղեցկությունն է, որ Աստծո ծրագրի մեջ պետք է մենք տեսնենք։ Ու երբ որ Աստված ստեղծեց Եվային բերեց Ադամի մոտ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ ժամանակ Ադամը որ տեսավ նրան ասեց, սա մարդը մարդուց, մարմինը մարմնից ու ոսկորը ոսկորից։ Դուք պատկերացեք մի պահ Ադամը իր նման մեկին է տեսնում, մի քիչ տարբերությամբ։ Տղամարդը մի քիչ ուրիշ ձև է, բայց ընդհանուր բանով մարմին, նրանք նման են։ Նա իրանպես մեկին է տեսնում, ինչ ուրախություն է վերապրում Ադամը։ Երբ որ այդ ամեն տեղերը տեսնում է, այս ասենք առյուծը էքի հետ է ման գալի։ Որց առյուծը եկ առյուծ հետ է ման գալ։ Ընդ տեսնում ասենք ընձուղները երկու, ինքը տեսնում է ամեն գեղեցկությունը, զարմացած, հիացած, Աստծո գործերով միգուցե տարված, հələ իր մտքին այդքան շատ չկա, մեկ էլ հանկարծ Աստված բերում է մեկին ու հանկարծ իր մոտ ամբողջ ներքնաշխարհը արթնանում է։ Ամբողջ ներքնաշխարհը արթնանում է։ Սենց հետո ծնվում են ընտանիքներ։ Որովհետև առաջին ընտանիքը այս հողի վրա ստեղծվավ։ Մարդ իր համար ապրում էր։ Մի կատակի խոսք ասեմ ու շարունակեմ։ Պատկերացեք, աղջիկը իր պապիկին հարցնում ասում է. «Պապի, փսակվելը այդքան շատ կարևոր է»։ Պապիկ ասում է. «Գիտես աղջիկս, ասում է տղամարդը առանց կնոջ էլ երջանիկ է, բայց պետք է փսակվի, որ երջանկությունից գլուխը չկորցնի»։ Վայ, ինքը տենց ասում է, որ տղամարդը պետք է իրականում, իրան պետք է մեկը կողքի հետ, որ կիսվի իր հետ, ուրախությունով, այդ ամեն ինչով, պետք է այդ իրականում, հասկանում եք, Ադամը ինքը մենակ Աստծո հետ էր կիսվում, անասունների հետ չէր կիսվում, բայց հենց Եվան բացվավ, նա սկսեց Եվայի հետ կիսվել, սա ընտանիքի հիմքն է, լսեք, երբ որ Աստված ստեղծեց Եվային, Եվայի հետ միասին եկավ ընտանիքի հասկացողություն, ուղղահայաց հարաբերություն տղամարդու հետ, իսկ հորիզոնական հարաբերություն եկավ կնոջ հետ միասին։ Դրա համար ամեն մի կինը իր տան մթնոլորտը պահողն է։ Ինքն է հորիզոնական մթնոլորտը ապահովող, բայց ամեն մի տղամարդ պետք է երկնքից բան բերի, որ այդ տան մթնոլորտը անելիք լինի։ Լավ, էսի շատ կարևոր է, թանկագինս։ Ու երբ որ այս ընտանիքը ստեղծվավ, ամենագեղեցիկ բանն էր, որ ասեմ ձեզ, Աստված շատ ուրախացավ։ 6-րդ օրը համ Ադամին ստեղծեց, համ Եվային ստեղծեց։ 6-րդ օրը ստեղծվավ ընտանիքը։ Ու երբ որ 6-րդ օրը ստեղծվավ ընտանիքը, հաջորդ կարևոր արժեքը գիտեք որն էր այդ ընտանիքի համար, որ իրանք միասին պետքա մի հատ քայլ անեին
ու մտնեին Աստծո հանգստի մեջ։ Բայց իրանք մի հատ քայլ արեցին, մտան սատանայի իշխանության տակ։ Ու իրանք քանդեցին ամեն գեղեցիկ բանը, որ Աստված ստեղծել էր։ Ինչա տեղի ունենում, Աստված մեծ գին է վճարում, որ հետո ուղարկի իր որդուն, որ այդ ընտանիքին փրկի, որտեղ ամեն մի հասարակություն, ամեն մի պետություն, ազգություն, ազգատոհմեր սկսվում է ընտանիքից։ Ամեն մի երկիր ոչ թե զենքով է ուժեղ, ընտանիքներով է ուժեղ։ Եթե ընտանիքները քարուքանդ վիճակ են, նշանակում է երկիրը իրանց չի օգնի, իրանց ուժեղ զենքեր անգամ։ Ոչ մի երկիր չի կարող կայանա, եթե ընտանիքները ուժեղ չլան։ Գիտեք, հասարակությունները քանդվում են։ Գիտեք ինչի համար, որովհետև կպել են Աստծո սրբությանը։ Ինչ սրբության, ընտանիքին։ Քանդում են ու քանդում են։ Փչացնում են ու փչացնում են։ Ինչը Աստծո ընտանիքը։ Աստված ընտանիքի հեղինակը։ Եթե ասես ամբողջ հասարակությունը մի հատ այսինչ ապստամբություն անի, ինչի դեմ, ընտանիքի դեմ։ Ու դες քանդվում ընտանիքներ, թանկագինես, մենք այսօր հանձինս պսակադրվողներին է վերաբերվում։ Մենք չենք կառուցում կարճաժամկետ մի բան։ Մենք կառուցում ենք երկարաժամկետ։ Դա նշանակում է, որ մենք մինչև վերջ գնացողներից ենք լինելու։ Ես չեմ հավատում այն ապստամբությանը, որ քանդում ընտանիքներին, պատճառաբանելով դե իրար չհասկացանք։ Ես չեմ ընդունում այս բաները։ Եթե Աստված ատում է, ես էլ եմ ուզում ատել։ Եթե մենք իրար չենք հասկանում, ավելի լավ ապաշխարենք, գանք Աստծուն։ Գիտեք ինչ չենք հասկանում, որովհետև չենք գալի Աստծո մոտ, որ հասկանանք։ Եթե գանք Աստծո մոտ հասկանանք, փոփոխություն կգա, կյանք կգա, թանկագիններ, մի բռնեք ոչ մեկը բաժանության ճանապարհը։ Մի էլ բռնեք ձեր ընտանիքները քանդելու ճանապարհը, որովհետև ամեն մի սխալ բան ընտանիքի դեմ դա ասես կպնի Աստծո ծրագրին։ Ամեն մի խոսք, ամեն մի անշնորհքություն, ամեն մի անառակություն, ամեն մի մեղք, որ մարդ իրան թույլ է տալիս ու էդի ուղում է իր ընտանիքի դեմ, գիտեք ինչ, մենք մեր ընտանիքները պետքա բերենք 7-րդ օրվա Տիրոջ հանգստի մեջ եւ ոչ թե պահենք անընդհատ սատանայի անեծքի տակ 6-րդ օրվա մեջ։ Այսի նշանակում է, եթե դու ստեղ ես, էդի քո համար ես ապրում, բայց եթե դու քո ընտանիքի հետ գաս ստեղ, դու Տիրոջ համար դուր ես բացելու, որ Տեր իր սրտի երազանքը իրականացնի ու միջոցով այդ ստեղծված ընտանիքի միջոցով։ Այդ ինչի համար ընտանիքին կպնելը դա շատ խորը ցավ է առաջացնում բոլորի մոտ։ Երբ որ ընտանիքները բաժանվում են, ես չեմ տեսել այսքան ժամանակ, որ մարդիկ շատ ուրախ են ման գալիս։ Քանդված սրտեր են, սրտերը կոտրվում են, սրտերը փշրվում են։ Գիտեք ինչի, որտեվ եւ որ մարդը իր մարմնավոր բաներին տրվելով կպնում ընտանիքին, նա կպնում է ասես Աստծո աչքի բիբին։ Այսքանով ընտանիքը շատ թանկ հաստատություն է Աստծո ստեղծված։ Էնպես որ, եթե դու քո ընտանիքի հետ ես ստեղ, կարաս մի հատ sense աչքով նշմար անես։ Քո ընտանիքի անդամին, որ ինչ լավ է, որ մենք ընտանիք ունենք։ Ինչ լավ է, որ շուտով շատերն են ընտանիքներ ունենալու Հիսուսի անունով։ Մենք կանչում ենք այդ օծությունը Հիսուսի անունով, որ ամեն արգելքները քանդվեն, որ շատ-շատեր ընտանիք կառուցող մարդիկ դառնան։ Թանկագիններ, էսի մեր համար շատ կարևոր է։ Հիմա երբ որ Աստված ստեղծեց մարդուն ուղղահայաց հարաբերությամբ, Աստված ստեղծեց կնոջը հորիզոնական հարաբերությամբ։ Այս երկուսի միաբանությունը իրար հետ կոչվում է ընտանիք։ Դրա համար ամեն մեկը ունի պատասխանատվություն ընտանիքի հարցում։ Աստծո խոսքը ասում է, որ իմաստուն կինը կառուցում է իր տունը, հիմար կինը քանդում է իր տունը։ Գիտեք, ուզում եմ, որ այսօր մենք խորագետ լինենք։ Գիտեք ինչու, որովհետև Աստված տվել է շնորհ, կարողություն, թե տղամարդուն իր ընտանիքի համար ավար բերելու, թե կնոջը, որ իր տան մթնոլորտը պահելու Տիրոջ ալիքի վրա, Տիրոջ մթնոլորտի մեջ։ Գիտեք, մի տարվեք այս աշխարհասիրությամբ, որովհետև ընտանիքը դրա համար չէր ստեղծված։ Ընտանիքը ընդհանրապես չի ստեղծված եղել, որ այս աշխարհասիրության մթնոլորտ ունենա իր մեջ։ Ընտանիքը, որ ստեղծված, հիշեք գեդեմական պարտեզում է ստեղծվել, նա ստեղծվել է ի սկզբանե, որ նա Աստծո ներկայության մեջ վերապրի, իր ստեղծողի հետ վերապրի։ Ընտանիքը առանց ստեղծողի նշանակում է ինքը ամեն մի վտանգի համար բաց ալնելու ու առանց պաշտպանի։ Այդ ինչի համար մենք կարիք ունենք, որ մեր տները կառուցենք հեղինակի հետ միասին, որովհետև նա է ընտանիքի հեղինակը։ Մեկ օր մենք միտեղ նստած էինք եղբայրներով, մեկ էլ տեսնեմ եղբայրները սաղ մտահոգված են, մեկ էլ այդ պահին, որովհետև տարբեր ֆինանսական ծախսերի հարցեր կար, մեկ էլ այդ պահին միտք եկավ։ Ասեցի տղեր ջան, մի հատ բան հարցնեմ, էլի, ընտանիքը ձեր խելքի բանն է եղել։
Մեկ էլ տեսավ գիտեն Աստծո խոսքը, ասեց ինչ է, մեր խելքի բանը չի։ Ասում են, բա երեխեքը ձեր խելքի բանն է։ Ասեց չէ, դա էլ մեր խելքի բան չի։ Բա որ մեր խելքի բան չի ընտանիքը եւ երեխեքը, ընչենք հոգս անում։ Եկեք համագործակցենք այն մեկի հետ, ում խելքի բանն է։ Ով ընտանիքի հեղինակը, դա Աստված է։ Նշանակում է, եթե ես ու դու իր հետ համագործակցենք, մենք իրանց օգնություն կառնենք, որ իմանանք մեր ընտանիքները ոնց բարձրացնենք առաջխաղացման մեջ տանենք։ Ամեն։ Հալելույա։ Հիսուսը կենթանի է, թանկագիններ։ Ընտանիքը իր հաստատությունն է երկրի վրա։ Գիտեք, երբ որ Աստված ստեղծեց մարդուն ու ընտանիքի պես ստեղծեց իրանց, դա ասես երկնքի մթնոլորտ ինքը բերեր երկրի վրա։ Դրա համար, գիտեք, ինչ որ էս հասարակության մեջ տեղի ունենում, դուք պետք է իմանաք, դուս ա գալի ձեր ընտանիքներից։ Երբ որ ասում եմ ձեր, մի իմ ասա, իմ ընտանիքից այդպես բան դուրս չի գալի։ Դու այս հասարակության մաս ես, դու պետք է որոշես քո ընտանիքից ինչա դուրս գալու։ Քո ընտանիքից կյանքա դուրս գալու, թե քո ընտանիքից նույն թշնամությունն է դուրս գալու, ինչ որ ես աշխարհից մեկ ուրիշ ընտանիքից է դուրս գալու։ Դու պետք է իմանաս, եթե ընտանիքի հեղինակ Աստված է, ապա ես ու դու կարիք ունենք, որ ինքը մեր ընտանիքների մեջ լինի, որ մեր տներից կյանք դուրս գա այս հասարակության մեջ։ Ոչ թե տրտունջ, ոչ թե քննադատություն, ոչ թե մեղադրանքներ, այդ այնքան շատ է, որ կշտացած ենք սաղս։ Մենք կյանք ենք ուզում լսենք ամեն մեկից, կյանք ենք ուզում լսենք ամեն մի ընտանիքից, ոչ թե տրտունջ, ոչ թե մեղադրանքներ։ Գիտեք ինչու, որովհետև երբ որ Աստված ներկա է մեր տների մեջ, կյանք է սկսում հորդել, այդ ինչի համար ընտանիքը այդքան լուրջ կառույց է։ Թանկագիներս, քո ընտանիքի մեջ մի քննադատեք ուրիշներին, որովհետև հետո էդի դուրս է գալու ձեր ընտանիքներից։ Ձեր ընտանիքների մեջ սկսեք Աստծո մասին խոսալ, բարի բաների մասին խոսալ, այնքան լավ բան ունեք, դու գոհացող եղեք, թող այդ գոհությունը ձեր տներից դուրս գա, թող այդ շնորհակալությունը ձեր տներից դուրս գա, որ երբ որ մարդիկ հանդիպեն ձեզ, նրանք ասեն խիսես մարդիկ էլ կան։ Այդ ինչի համար պետք է այսօր նոր ընտանիք ստեղծվի։ Մենք նոր ընտանիք ստեղծում ենք այս հեռանկարով, մենք այս ակնկալիքով ենք ուզում ձեզ պսակադրենք։ Գիտեք ինչու, որտեղ ամեն մի ընտանիքը երկնքից առաքելություն ունի այս աշխարհում բարիք անելու եւ ոչ թե չարիք անելու։ Դրա համար մենք պետք է բռնվենք այս առաքելությունից։ Գիտեք, երբ որ մենք մնում ենք այս իրականության մեջ, որի մեջ մնացին Ադամն ու Եվան, իրանց մեղք գործելով, գիտեք, այս իրականությունը մենակ քանդել գիտի, կառուցել չգիտի։ Ինչ էլ որ կառուցում են, դա մի օր քանդում է ինչ որ մեկին, որովհետեւ հնարավոր չի արյան վրա ընտանիք կառուցել, հնարավոր չի մեկի տունը քանդելով տուն կառուցել, հնարավոր չի, դու ինչ որ քանդելով կառուցես, դու քանդում ես էլի, որտեվ դա ցանկությունքի օրենքն է, դու չես կարող այդպես մեկի տունը քանդես, քո ցանկությունն է բորբոքված, ուզենաս քո տունը պահես, դա չի գործում, դա չի գործում, դա չի գործում։ Պետք է մենք սթափ լինենք, զգաստ լինենք, ընտանիքը դա խաղուպար չի, դա Աստծուց պարգև է երկրի վրա։ Դրա համար մենք պետք է մեր ընտանիքները համաղոթենք, համ կանգնենք, համ երազենք, ովքեր պետք է դեռ ստեղծեն ընտանիքներ, երազանքով ստեղծեն, ովքեր ստեղծում են, որ իրանք հասկանան ինչ պատասխանության մեջ են մտնում, իսկ ովքեր արդեն դրա մեջ են, նրանք զարգացնեն, ոչ թե թողեն ինքնահոսի, աղոթք պետք է անել, որտեղ կա մեկը, որ չի սիրում ձեր ընտանիքները, բայց կա նաև մեկը, որ մեծ է եւ վեր է այն մեկից, ով որ չի սիրում ձեր ընտանիքները, նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Ու այդ Հիսուսին դու պետք է աղոթք անես, որ քո ընտանիքը փրկվի, պաշտպանվի, հաստատվի եւ մինչեւ վերջ լինի, ոչ մի գործ կիսա չթողի։ Այսի մեզ պետք է թանկագիներս։ Հիսուս այստեղ է։